Ինչ է խոստանում Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանին խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագրով, որի կնքումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան այցի օրակարգում է։ Նկատի ունեն այդ մոդուլային կայանի կառուցման թեման։ Անցած տարվա օգոստոսին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների ստորագրած փոխըմբռնման հուշագրի կետերից մեկն է ատոմային էներգիայի հարցերով համագործակցությունը, այդ թվում փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների հարցով։ Բայց միջուկային համաձայնագիր կնքելու մասին Թրամփի հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում։ Միացյալ Նահանգները արդյոք ֆինանսավորելու է այդ մոդուլային կայանի կառուցումը։ Հայաստան-Միացյալ Նահանգներ ստորագրված հուշագիրը միջոցների տրամադրման պարտավորություն չի առաջացնում։ Հետաբար ով այդ մոդուլային կայանի կառուցումը ֆինանսավորելու է Հայաստանի բյուջեից։ Հայաստանի բյուջեից ֆինանսավորվելու է մի ծրագիր, որ կարող է ստվեր գցել Մեծամորի ատոմակայանի ճակատագրի վրա։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Փաշինյանի այս հայտարարությունն է խորացրել էներգետիկ փորձագետի մտահոգությունը։ Քանի որ գործող ռեժիմը քահարց խնդիր է դրել ոչ միայն ինքը, այլ իր արժեվ նաեւ Անկարան եւ Բաքուն խնդիր են դրել փակել ատոմակայանը, որի մասին նաև հայտարարվեց, չէ, այսպես կոչված, երբ որ ասում են, որ էներգետիկ համակարգերը իբր թե պետք է միավորեն, իրականում դրա տակ թաքնված է ատոմակայանը փակելու ծրագիր։ Ու քանի որ ատոմակայանը փակում է, որպես կոմպենսացիա Հայաստանը փորձում է ցույց տալ, որ իրանք տեսեք կբերեն մոդուլային կայաններ կառուցեն։ Անհամեմատելի են ատոմային եւ մոդուլային կայանների հզորությունները, բացատրում է Մանվելյանը։ Մոդուլային կայանի ռեակտորի հզորությունը 8 անգամ պակաս է ատոմային կայանի ռեակտորի հզորությունից։ Այսօրվա մեր ռեակտորը ատոմակայանի գործը ինքը մոտավորապես 420 մեգավատ է, մոդուլային կայանը 50 մեգավատ է։ Այսինքն խոսքը 50 մեգավատանոց ինչ որ կայանի կառուցման մասին է, որ Հայաստանի դեպքում առանձնապես հարց չի լուծում։ Դու այդպիսի պետք է մի 5-6 հատ կառուցես, որ գոնե հասնես 300-400 մեգավատի։ Փոքր պետությունների համար չեն մոդուլային կայանները, մեծ երկրներում դրանով կարող են ապահովել մի հեռու բնակավայրի էներգամատակարարումը։ Բացի այդ, դրանք խնդրահարույց են էներգետիկ փորձագետի խոսքով, անգամ Միացյալ Նահանգները, որ Հայաստանի մոդուլային կայան է առաջարկում, մեկ այդպիսի կայան ունի, այն էլ չսերտիֆիկացված։ Այդ կայաններ դեռ ես ինչքան գիտեմ մի օրինակ ունեն էքսպերիմենտալ, ասենք ասենք Միացյալ Նահանգներում, որը դեռ սերտիֆիկացված չէ մինչև վերջ, որտեղ այնտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Մանվելյանի խոսքով Թրամփի գրառումը Հայաստանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու մասին դեռ չի նշանակում, որ այդ կայանն իսկապես կառուցվելու է։ Իրանք տենց հուշագրեր ունեն կնքած տասնյակ երկրների հետ։ Այդ երկրներից Հնդկաստանում ու Թուրքիայում այս պահին ռուսական ատոմակայաններ են կառուցում ռուսական ֆինանսավորմամբ։ Առաջին հերթին ինքը ավելի էժան է, քան արևմտյան տեխնոլոգիաները եւ իրանք ավելի կայուն են։ Ժամանակը ցույց տվեց, որ իրանք ավելի հատկապես այդ VVR կոչվող ռեակտորներ, որոնց մեկը նաեւ գտնվում է Մեծամորում։ Որոշ քաղաքագետների կարծիքով մոդուլային կայանի հնարավոր կառուցումը Հայաստանում ոչ թե զուտ Միացյալ Նահանգների հետ համագործակցություն է, այլ Հարավային Կովկասում միակ ատոմակայանի փակմամբ Ռուսաստանին տարածաշրջանից եւս մեկ քայլով հեռացնելու ծրագիր։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։